Սխալվել թե չսխալվել, որն է հոգեպես ավելի ազնիվ։ Միշտ էլ կարելի է ցանկացած փոփոխություն ասել դե այն ժամանակ սխալվել են, կոն սխալական է կամ մեղք չի գործել, թող առաջինը վրաս քար գցի։ Դե կան իրական պատճառներ, կան գեղեցիկ պատճառներ, սխալվելու պատճառը իհարկե շատ գեղեցիկ է հնչում։ Երեք մեռելոց էր, 2 օր առաջ զատիկ էր, բա պետք է ներենք։ Ժորդ, չկա տենց բան, պատահական այս մարդիկ, որ ոչ թե պատահական, իրանք հասկանում են, որ իրանց գնացքն արդեն մեկնել է, գնչուին ճակատագիրը բախտը բացել է, և հիմա անգել են փրփուրներից են կախվում։ Մինասյան արծիվը ճիշտ նսե, Ժորդ, ձեր անցյալ ընտրությունների պլակատները մենակ ձեր Նիկոլ էր գրած, մենակ մի անուն էր, չկար այլ պլակատներ, որտեղ թիմի այլ անդամներ լինեին, խոստումներ լինեին, միգուցե կար, բայց 10-ից 9 ձեր Նիկոլն էր, գնայիք կուսակցությունով, քաղաքացիական պայմանագրով գնայիք, ինչի եք ձեր Նիկոլով գնում, անձնակենտրոն ինչ-որ մի խնդիր է, և հիմա Ալեն Սիմանյանը ստեղ լիներ վերականգներ ձայնս իրավունք։ Ձելայնակիցներ, սա իրական գնահատման հետևանք է իրանց արածը, հասկանում են, որ վերջ պրծել է և փորձում են տարբեր ձևերով, տարբեր խոչընդոտներ անել։ 22 թվականից կարդում էիք այդ օրենսգիրքը, ես կոչ եմ անում, ես երկրորդում եմ Տիկին Վարդանյանին, շարունակեք կարդալ, մի հատ հասկացեք, տեսեք, էլ ինչ սխալներ կան, ՏԴԹ, ԾՁՑ, ՃՋՉ, երաստիճան բաղաձայնների կարգը պահպանված է, խախտված է, որ հանկարծ ընտրություններից 3 օր առաջ չասեք, էլի մի սխալ բան էլ ստեղ կա, եկեք այս ինչ-որ կազմակերպել, այս դաշինքի կամ կուսակցության գրանցումը չեղարկենք։ Ուշ է, Տիկին Վարդանյան, ուշ է, մշուշ է, ձեր գնացքը գնացել է։